Ողջույն սիրելի հետևորդներ, ուզում եմ խոսել այս ֆիրմայի հայլայթերի մասին, Rosa We, որը գնել եմ Թեմոյից, իմիջիայլոց Թեմոյից իմ ամենաառաջի կոսմետիկ գնումներից ես շատ դժգոհ էի, հետո որոշ բաներ գնեցի ու բաներ կա շատ լավն է, նաև դիմահարտարման վրձիններ էի վրձրել, էլի շատ լավներ, այս պրոդուկտից ես դժգոհ եմ, դրա համար կիսվում եմ, որ իմանաք, ուրեմն, ասպես ֆիրմայի անունը Rosa We, այո, Baked Highlighter 06 համարը, բացենք, 06 համարը այսպիսի շամպայնի գույն, ուրեմն նշեմ, որ այսպես գույնին նայելով ձեզ կթվա, թե ինքը հաստատ ամեն տեսակի կնոջ կսազի, բայց խոսքը ոչ թե գույնի մասին է, այլ իր տեքստուրայի, տարիներ շարունակ արդեն 19 թվականից ես օգտագործում եմ հայլայթեր, ամենաբյուջետայինից մինչև ամենաթանկ և երբևիցե նման որակի հայլայթի չեմ հանդիպել, սա եթե աչքի այդ կոպի հոնքի ներքևի հատվածը լուսավորելու համար անեք, բայց ոչ այս գույնը, վատ չի, բայց դեմքին, երբ որ որպես հայլայթեր քսում եք, ինքը տարօրինակ կերպով է նստում, տպավորությունը, որ ուղղակի անիմաստ ինչ-որ մի հատ գիծ եք տարել դեմքի վրա չի ձուլվում, գեղեցիկ չի նայվում, մի խոսքով չգիտեմ ոնց նկարագրեմ, բայց ես իրան տարբեր վրձիններով, տարբեր դիմահարդարման մեջ, ամենաչնչին քանակությամբ, ոնց տարածել եմ, ինչպես արել եմ, ինքը ուղղակի մի հատ ոնց որ անիմաստ այնց գիծ լինի դեմքի վրա, գույնը շատ բաց է երևում, ոնց որ այս գույնն է, այդ գույն չի երևում, ինքը գույնը երևում է այդպես սպիտակին խփող ինչ-որ գույն, կաթնագույնի մեջ, մի խոսքով շատ դժգոհ եմ, ես իրան չեմ օգտագործելու, տեսնեմ իմ ընկերուհիներից կամ ով կուզի կտամ իրան, եթե իրանց պետք է, սա նմանեցրել են Ռիհանայի կոսմետիկ միջոցին դիզայնը, բայց որակապես ինքը որպես հայլայթեր շատ վատն է, այնպես որ սա խորհուրդ չեմ տա և սրանից հետո էլի վիդեոներ կտեղադրեմ, ինչից եմ գոհ, ինչից եմ դժգոհ, կոնկրետ սա ոչ մեկին խորհուրդ չեմ տա, դա փաթեթավորումն է, այսպիսին, այսքանը